Բարի երեկո հարգելի հետևորդներ, ուղիղ եթերում աշխատում է պրեսինգ հաղորդաշարը, ես այս պահին կզրուցեմ 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ Արշակ Սրբազանի շահերի պաշտպան Արսեն Բաբայանի հետ։ Շնորհակալ եմ պարոն Բաբայան, որ ժամանակ գտաք հրավերս ընդունելու համար, երեկվանից անկեղծ ասած փորձում եի ձեզ հետ անպայման զրուցել, որովհետև կուտակված հարցեր կան։ Մարդիկ շատերը չեն հասկանում իրականում ինչ է կատարվում։ Այն, որ այս գործընթացները սկսվել են 2018 թվականից, շատերը սխալմամբ քննարկում են վերջին հատվածը, հա, այս եկեղեցու դեմ հարձակումների, մենք հիմա տեսնում ենք, որ այնպես չի, որ իրար հետ փոխկապակցված չի եղել, այսինքն եկեղեցու դեմ, հոգևորականների դեմ հարձակումը մենք կարող ենք ֆիքսել արդեն մոտ 8 տարի, ճիշտ է թե ոչ։ Այո, հատկապես եթե նկատի ունենանք, որ Արշակ Սրբազանի կալանավորումն էլի 2008 թվականի որոշակի, 2018 թվականի որոշակի գործողությունների կամ հարուցված քրեական գործի շրջանակներում էր։ Հետևաբար կարող ենք նաև հետևություն անել, եզրակացնել, որ 18 թվականին այդ գունավոր հեղափոխությունից հետո անմիջապես սկսված եկեղեցու դեմ հարձակումները ցույց են տալիս, որ այն ինչ որ հիմա ներկայացվում է հոգևորականների դեմ, դա կապ չունի կոնկրետ ինչ որ հանցանքների կամ ինչ որ քայլերի հետ, դա ամբողջական ծրագրի մի մաս է։ Ամբողջությամբ համաձայն եմ, այո, հենց այդպես է եւ հանցագործության որևէ դրվագ գոյություն չունի։ Ընդհանրապես իրավաբանություն գոյություն չունի այս ամեն ինչի մեջ։ Սրա նպատակը բացառապես եկեղեցու դեմ այն հայտնի գործողություններն են, որ իրականացվում են, եւ եկեղեցին քանդելու գործողությունը։ Այդ մնացած այն քրեական օրենսգրքի հոդված, դրվագ, արարքան, այդ ամեն ինչ ընդհանրեն այսպես քիթը մեծ է, չգիտեմ, մազը ծուր է, բա ինչի է սենց ասեցի, դրանք լրիվ ընդհանրեն գործիքներ են այս պահին, որոնք օգտագործվում են, բայց այո, նպատակը հենց եկեղեցու դեմ այն արշավն է, որ իրականացվում է այս իշխանության կողմից։ 18-ից սկսած, դա եմ ուզում ասեմ, այսինքն 8-ի դադարում, 8 տարի շարունակ, եւ հիմա ուղղակի հասել ենք, այսպես ասած, վերջնական փուլին։ Մի որոշ շրջան տակից էին աշխատում, մի որոշ շրջան բացահայտ, այս վերջի շրջանում արդեն հարձակողական են, հարձակվել են բացահայտ եկեղեցու նկատմամբ, որովհետեւ եթե հիշում եք 18-19, եթե չեմ սխալվում թվականներին, Նիկոլ Փաշինյանը վեհապարի հետ նկարվում էր շատ ուրախ, հրապարակումները գնում էր հանդիպում լայն բացված քոփեշերով։ Հիմա որ վերլուծում ես որոշակի այս տվյալները, որոնք որ կան, հասկանում ես, որ հենց այդ ժամանակներից ամբողջական նպատակը եղել է, վերջնական նպատակը եղել է եկեղեցին քանդելը։ Հավանաբար այն իմաստով, որ եկեղեցին ամենահայկական կառույցներից մեկն է, ամենահայապահպան կառույցներից մեկն է դարերի վեր, դե իսկ հայկական ու հայապահպան ամբողջ աշխարհում, այո։ Հա, եւ այս իշխանությունը, ինչպես մենք գիտենք, տեսնում ենք, ընդհանրապես պետք չի այդ ամեն ինչ։ Սա շատ կարևոր է հասկանալ եւ ամրագրել, որովհետեւ երբեմն առանձին դեպքերի վրա կենտրոնանում են մարդիկ, բայց չեն հասկանում, որ այս ամբողջական գլոբալ ծրագրի մաս է։ Այն ժամանակ նոր հայրապետ, նոր Հայաստան շարժումով սկսեցին եւ փնթի ինչ որ փողոցային թափառականներ մտան վեհարան, քյաբաբ ու խորոված էին ուտում, չէ՞, վեհարանը պղծում էին։ Նույնը հիմա շարունակվում է։ Նույնը հիմա շարունակվում է արդեն ավելի բարձր մակարդակով։ Այո, որտեղ մտել է վերջնական փուլ։ Այո, արդեն ուզում են այս 2006 թվականի։ Ես անկեղծ ասած չգիտեմ, այդ ծրագիրը հենց այդպես էր, որ հենց պիտի 26 թվականի ընտրություններից առաջ այս ամեն ինչը լիներ թե ոչ, բայց որ վերջնական նպատակը հենց սա էր, որ վերջնական արդյունքում կամ հետևանքով եկեղեցին քանդեն, սա հիմա այդ վերլուծությունները ցույց են տալիս, որ հենց այդպես էլ կար։ Այդ մարդկանց մտնելն էր դրա նպատակով։ Հա, իհարկե, այն ժամանակ էլ օգտագործվում էին կարգալույծ հոգևորականներ, նախկին հոգևորականներ, ճիշտ է։ Հիմա էլ են օգտագործվում։ Հիմա էլ են, այո։ Հիմա բացահայտ։ Արդեն ձևականությունների հետևից չեն ընկնում։ Չէ, հիմա արդեն իշխանությունը աջակցում է իրենց։ Իշխանությունը բացահայտ, օրինակ Նիկոլ Փաշինյանը գնում է կարգալույծ եղած հոգևորականի մոտ, պատարագի է մասնակցում։ Այսինքն բացահայտ աջակցություն է ցույց տալիս, ինչն է նշանակում, որ հենց հենվում է իրենց վրա։ Հիմա գանք արդեն կոնկրետ Արշակ Սրբազանի դեպքով սկսեցին այդ հա կեղտոտելու process-ը, ինչպես են անում, հա, այսպես ասած 5 գործիք է, 5 ձև է մարդուն վարկաբեկել, պախարակել, հա, հեղինակության վրա խաղալ, այդ տեսանյութերի տարածումը, օգտագործել դա, հետագայում հասունացնել, ինչ որ դրվագով տանել։ Նախ խոսենք տեսանյութերի մասին, հա, որտեվ մեր հեռուստադիտողի հետ առանձին այդպես չեք խոսել, ճիշտ է։ Խոսենք, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ մի կարևոր բան նշենք, որ թե տեսանյութի պատմությունը եւ թե վերջի գործը որ կա, սա մի ամբողջության մեջ է եւ նպատակ ունի Արշակ Սրբազանին հեղինակազրկելու, վարկաբեկելու եւ նրա նկատմամբ թշնամանք տարածելու
սերմանելու։ Ինչու, որովհետև հենց այս ձերբակալումը տեղի ունեցավ, անմիջապես դրանից հետո իշխանական մեդիան սկսեց գրել, որ սրբապիղծը հիմա էլ թմրամիջոցների մեջ է մեղադրվում, հա, այսինքն ոչ թե մեղադրվում, այլ այն իմաստով, որ այդ մարդը համ սրբապիղծը, համ էլ թմրամիջոցներով թմրամիջոցների իրացմամբ զբաղված։ Հոդվածը ընտրված էր հենց նրա համար, որպեսզի այդ նկատի ունեմ քրեական օրենսգրքի հոդվածը թմրանյութերի իրացման, ընտրվել էր հենց նրա համար, որպեսզի կարողանան այդ հոդվածները մեդիայում իշխանական գրեին։ Սա մի հատ ընդհանուր պիտի պատկերացնենք, որ մի ամբողջության մեջ է։ Հիմա տեսագրության հետ կապված։ Ճշտում տանք նոր թմրամիջոց ասելով նկատի ունեն այդ պլան ասված։ Հա, 1.5 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Հա։ Հա, բայց հիմա կանդրադառնանք դրան։ Հա, բայց հիմա սկսենք տեսանյութից, այո։ Տեսանյութից։ Մի տելեգրամյան իբր անհայտ ալիքով, ինչպես գիտենք, հա ստեղծվեց այդ օրը եւ տարածվեց մի տեսագրություն, որը անմիջապես իշխանական մեդիան վերցրեց, դա կարեց ոչ միայն մեդիան, առանձին գործիչներ, ՀՊԱ-ականներ, այո, եւ իրենց շրջապատը, էլի մեծ հաշվով, եւ դա անմիջապես վերագրեց Արշակ Սրբազանին։ Դե բոլորս հիշում ենք, որ Արշակ Սրբազանը թե ասուլիսում, թե դրանից առաջ կամ հենց առաջին օրը հայտարարեց, որ դա իր հետ առնչություն չունի։ Ուրեմն մի հետարքիր բան տեղի ունեցավ, երբ որ այդ իրազեկ Դանիել Յոնիսյանը երբ որ ներկայացրեց այդ հաղորդումը ներկայացրել էր, որից ենթադրվում էր, որ Արշակ Սրբազանը տուժել է այս արարքից։ Իհարկե մենք հարցաքննության ընթացքում, ինչպես եւ հրապարակային հայտարարել էր Սրբազանը, ասացինք, որ եթե ինքը չի տեսագրության մեջ, հետեւաբար անձնական եւ ընտանեկան գաղտնիքի հրապարակման դրանից առնվազն չի տուժել։ Եվ վարույթ իրականացնող քննչական մարմինը ամբողջ գործողությունը թողել էր հիմա էլ զբաղվում է մի բանով, որպեսզի կարողանա հաստատի, որ տեսագրության մեջ եղել է Արշակ Սրբազանը։ Իսկ եթե օրինակ ասենք թե հաստատեց եւ ոչինչ, եւ օրինակ ուզում եմ հասկանալ, ասենք քրեական վարույթը պիտի իրականացվի հանցագործությունը բացահայտելու համար։ Ոչ թե անձին, որը փաստացի տեսականորեն պիտի դուժողը լիներ, այդ անձի նկատմամբ որոշակի տեղեկությունների արտահոս կազմակերպելու համար։ Սրանց նպատակը ոչ թե իրավունքն է, ոչ թե քրեական վարույթի տրամաբանությունն էր, այլ գործիքների կիրառմամբ հաստատել, որ այդ տեսագրության մեջ Արշակ Սրբազանն է։ Ինչի որ ասեն Արշակ Սրբազանը վատ մարդ է։ Այս ամբողջ սրա նպատակը։ Թողել են ամբողջ, լավ, հասարակ բան ասեմ, դրա մասին ես հա, ենթադրենք օրինակ քնել է, ենթադրենք։ Ինքը եւ Տեր Աստվածը, տեղ ինչ հանցագործ, ուզում եմ հասկանալ։ Տեսեք։ Ենթադրենք, էլ ուզում եմ հասկանամ, ինչն է։ Ամենածանրը այն է, որ այդ ձեր ասածը երևի ինձ բավարար չի եղել, որ դրանով փորձեին վարկաբեկեին, դրա համար բարեկամի հետ կապված այդ հայտնի թեզը շրջանառվեց։ Ներողություն ազգային ժողովում չէ, Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում այդ ակնարկը արեց։ Հա, այդ։ Հետո մենք իմացանք, որ փաստորեն այս տեսագրությունից իմացանք, որ դա փաստորեն Արշակ Սրբազանին էր վերագրվում։ Դե բայց Այսինքն, եթե միայն ասեին, որ օրինակ ցուցումը տրված էր Փաշինյանին։ Հա, եթե միայն ասեին, որ Սրբազանը որևէ մեկի հետ, չգիտեմ, անկողնային հարաբերություն ունի, պիտի ասենք, հա, լավ, ասենք թե ունի, հետո, չէ, բայց ասում ենք հերակնոջ հետ։ Այսինքն ամբողջ գաղափարը նրանում է, որ այդ մարդուն եւ եկեղեցին, որովհետեւ սա անջատ չի Արշակ Սրբազանի նկատմամբ իրականացվող, անջատ չի, նպատակ ունեն ցույց տան, թե ինչ բարքեր են եկեղեցում։ Եվ հենց դա էր պատճառը, որ հենց անձնավորվեց, թե իբր իր բարեկամի հետ այդ ամեն ինչը տեղի ունեցել, որից հետո տեսագրություն եւ այլն։ Բայց ինչով է հաստատվում, որ քննչական մարմնին բացարձակ հետաքրքիր չի այս ամեն ինչը որպես քրեական իրավունքի, քրեական օրենսգրքի իմաստով, որովհետեւ մարդիկ նշանակում են տեսագրության փորձաքննություն եւ փորձագետին հարց չեն տալի, իսկ արդյոք այս տեսագրությունը կեղծ է թե ոչ։ Մեկ հարց են տալիս. այս տեսագրության մեջ տղամարդը Արշակ arczepiskopos Խաչատրյանն է թե ոչ։ Այս մարդկանց հետաքրքրում։ Մինչդեռ պիտի հետաքրքրեր տեսագրությունը կեղծ է թե չէ։ Եթե կեղծ չի, ապա եւ այլն, հա, արդյոք չի նկարահանվել տաղավարում, բազմաթիվ հարցեր կան։ Ընդ որում պատահական չի, որ մեզ ընդհանրապես չեն հրավիրում, երբ որ փորձաքննություն են նշանակում, որպես շահագրգիռ անձի պարտավոր են հրավիրել մարդու իրավունքներն է խախտել։ Որոշմանը ծանոթացնեն ինչու, որովհետև մենք փորձագետին հարցեր տալու իրավունք ունենք։ Այսինքն մենք կձևակերպեինք այդ հարցերը առնվազն, օրինակ, արդյոք տեսագրությունը մոնտաժված չի կամ արհեստական բանականության միջոցով ստեղծված չի։ Դե իրանք այդ հարցը չեն տվել, բայց շատ լավ գիտեին, որ եթե մեզ ծանոթացնեին օրենքով սահմանված կարգով, իրենց պարտականությունը եթե կատարեին, մենք այդ հարցը կտայինք։
ու հավանաբար կամ գիտեն, կամ գիտակցել են, որ իսկ եթե հանկարծ փորձաքննություն իսկապես հաստատեր, որ դա կամ արհեստական բանականությամբ ստեղծված կամ մոնտաժված է, եւ հենց այդ էր պատճառը, որ Արշակ Սրբազանի իրավունքները խախտվեց ամբողջությամբ։ Եվ ամենահետաքրքիրը, որ նույն օրը նշանակված փորձաքննությունը կես օրում 25 նոյեմբերի նշանակվում է, 25 նոյեմբերի եզրակացություն է տրամադրվում։ Մենք փաստաբաններս բազմաթիվ երկու էջանոց։ Ինչ երկու էջանոց։ Երկու չէ, կես էջանոց, որովհետեւ մեկ թերթ, որի կեսը լուսանկար է, մյուս կեսը տեքստ է։ Եվ ընդհանրեն ինչ է ասում փորձագետը, ասում է քիթը նման է, ճակատը նման է, սանրվածքը նման է, երկուսն էլ ակնոց են գրում, ապա կարելի է ենթադրել, որ այս երկու լուսանկարներում նույն անձիկ են, նույն անձն է։ Այսինքն կարելի է ենթադրել, բայց դրան հաջորդել էր քննչականի հաղորդումն այն մասին, որ փորձագետի եզրակացությամբ հաստատվել է, որ տեսագրության մեջ Արշակ Սրբազանը չի հաստատվել։ Սուտ են ասում քննչական կոմիտեն, ստում է, չի հաստատվել։ Փորձագետը որոշակի նմանություններ գտնելով եզրակացրել է, որ կարելի է ենթադրել, կարելի է եզրակացնել, որ նույն մարդն է, բայց դա չի կարելի այդպես ուղիղ պնդում անել, որը որ արել են։ Պարոն Բաբայան, ուրեմն ես լսում էի Մասյատ Սոտընթեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին, որը այդ 8-ի մեջ էր, որոնք հանդիպեցին Նիկոլ Փաշինյանին եւ որի մասին եւս տեսանյութեր էին տարածվել, հա։ Նախ ձայնագրություններ, այո։ Նախ ինքը, երբ որ խոսում է իր վերաբերյալ ձայնագրությունների մասին, ասում է դա սարքած է։ Բայց երբ որ խոսում է Արշակ Սրբազանի հետ կապված այդ տարածված տեսանյութերի մասին, նա այնպես է խոսում, կարծես փաստ է ապացուցված, հերիք չէ, եւ ասում է դրսում արտասահմանում փորձաքննության է ենթարկվել եւ հաստատվել է։ Ես չեմ լսել, որ ինքը ասել է դրսում փորձաքննության ենթարկվել, մեզ այդպիսի տվյալ հայտնի չի։ Ես լսել եմ, որ ինքը ասում է, որ այո, իրենք գիտեն, որ դա հաստատ է, բայց այդտեղ ոչ մի զարմանալի բան չկա։ Դա նիկոլիզմ է։ Նիկոլն էլ չի, տենց ինչ որ իրեն է վերաբերվում ու դա սուտ է, ինչ որ ուրիշին է վերաբերվում կամ իր հակառակորդին է վերաբերվում, դա որպես ճշմարտություն է ներկայացվում։ Դրանից առաջ կար հաղորդագրություն հանձնախմբի կողմից, կարգապահական հանձնաժողովի կողմից, որոնք փաստորեն Արշակ Սրբազանից առաջ եւ ինձնից որպես նրա փաստաբան, մեզանից առաջ ստացել էին եզրակացությունը, իստր չպետք է այդպիսի բան լիներ։ Ստացել էին եզրակացությունը եւ հետեւության էին եկել, որ հաստատապես Արշակ Սրբազանն է տեսագրությունում։ Այդ գրության մեջ այդպես էին գրել, չէ՞, վեհապարին ուղված հասցեագրած գրության մեջ։ Բայց քիչ առաջ ասեցի, եթե դուք ստացել էիք եզրակացությունը, ապա այնտեղ ուղղակի գրած էր, որ հնարավոր է, կարելի է եզրակացնել, որ նա է, բայց կարելի է նաեւ եզրակացնել, որ նա չէ։ Այո։ Հա, բայց իրենք շատ էսպես հաստատակամ նամակի մեջ գրել մենք արդեն գիտենք, որ ինքն է, այս կողմը։ Եվ պետք է, այո, այո։ Հիմա նույնը Գևորգ Սրբազանն է, հա, Սրբազանն էր, եթե չեմ սխալվում։ Դեռ Սրբազանը։ Հա, ինքն է ասում, այդ ոնց եղավ իսկապես էլ, եւ որ քեզ վերաբերվող, որտեղ ձայնդ կա, ընդ որում այդ ձայնը կարելի է շատ հեշտ փորձաքննության ուղարկել։ Հիմա Արդարադատության նախարարության փորձագիտական այդ կենտրոնը նոր տեխնիկայով հագեցած կարելի ընդամենը 3 վայրկյան ձայնի նմուշով ասել ինքնա թե ինքը չի։ Եթե իհարկե էլի կեղծած չլինեն, բայց երբ որ իրան է վերաբերվում, ինչի է ասում դա կեղծ է, որովհետև ինքը ուզում է ցույց տա, որ ինքը չի, հետեւաբար դա պիտի կեղծ լինի։ Եփա Արշակ Սրբազանն էլ ասում ես չեմ։ Ո՞վ ասես, որ դու ավելի ճիշտ ես ասում։ Դե հիմա սա այս իշխանության քաղաքականությունն է։ Եվ այն մարդիկ, այն գործիչները, որոնք որ այս իշխանության հորդորով, պահանջով կամ կոմպրոմատով որևէ կերպ իշխանության հետ են հարաբերվում, նույն ձեռագրով գնում են առաջ։ Հա, բայց դուք կարծում եք իրենք կարողացան հասարակության վրա ազդել։ Մեծ հաշվով ես տեսնում եմ, եթե իրենց ֆեյքերի բանակը, այդ բուծած, ֆեյքերի բուծած բանակը անջատեն, որտեղ ֆասի կոճակով միացան, այդ քպայականների ձայնը կտրեն, հասարակությանը մեծ հաշվով չի հետաքրում ով ում հետ քնեց։ Դե դրա համար է դերեցին այս նորը։ Եվ որովհետև երբ որ նույնիսկ հարց է ծագում, մարդիկ կային հարցնում էին, այսինքն եթե կնոջ հետ է քնում դա վատ է, եթե տղամարդու հետ է քնում տղամարդը, դա լավ է, նորմալ է, մարդիկ արդեն ինքան են զարգացրել, չեն հասկանում, մի կարևոր բան կա։ Եվ ասենք բոլոր հոգևորականների մասին նույնիսկ պատմական դրվագներով հազար մի պատմություններ են եղել, ինչի Վազգեն առաջինի մասին չի եղել, հա, մեր շատ սիրելի հոգևորականներից կաթողիկոսներ, եւ ինքը եւ Տեր Աստված իր խիղճը։ Այդ եւին գումարենք մի կարևոր բան։ Ի վերջո կուսակրոնությունը եկեղեցին ինքն է ընդունել իր կամքով։ Եվ երբ էլ ուզի կարա դա փոխի։
այ հենց տեղից հարց է գալիս, ցեզ ինչ։ Երբ ուզի եկեղեցին կհավաքվի իր համապատասխան ժողովով եւ կորոշի, որ մենք այսօրվանից էլ կուսակրոն չենք։ Ո՞վ եք դուք։ Ինչ եք անելու այդ դեպքում։ Այսինքն ուզում եք ասել դուք ավելի եք Աստծուն հավատում, քան հոգևորականները, կամ դուք ավելի եկեղեցասեր եք, քան հոգևորականները, իսկ այս իշխանության եկեղեցասեր լինելը ճակերտներում մենք տեսել ենք, էլի ինչա։ Եվ դրանով էր պայմանավորված։ Այո, տեսա, որ հետարքիր չի այս ամեն ինչը հասարակությանը, որովհետև հասարակությունը չի սիրում մտնել ուրիշի անգողին, ի տարբերություն իշխանության որոշ ներկայացուցիչների, լավ, ասես դե մի ուրիշ սկանդալ եւ թմրամիջոցի էս հայտնի պատմությունը բերես։ Դրա համար է ամենասկզբից ասում, որ սա ընդհանուր մի ամբողջության մեջ է։ Հիմա սա բացատրենք սա ինչ է, հա, դուք երեք ասացիք, որ Աշակ Սրբազանի իբր այդ 2018 թվականի կատարած ենթադրյալ հանցագործության նկարագրությունը եւ քրեական օրենսգրքի հոդվածը, որը մեղսագրել են arczepiskopos-ին, չեն համապատասխանում իրար։ Հիմա Այսինքն, այո, այսինքն ես ասում եմ, որ պնդում եմ, որ մեղադրանքում ինչ որ գրել են, ինչ որ ենթադրաբար արել է Աշակ Սրբազանը, եթե դա արած լինի, դա քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածով նախատեսված արարք չի։ Բացատրեմ ինչի մասին է խոսքը։ Թմրամիջոցների շրջանառության հանցագործությունը դա բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գլխի մեջ է մտնում։ Այսինքն ինչ է ենթադրվում, որ այդ հանցագործությունից տուժում է բնակչության առողջությունը։ Թմրամիջոցի իրացնելու երկու եղանակ է դիտարկել քրեական օրենսգիրքը։ Այստեղ մի հատ բան ասեմ, հարգելի հետևորդներ, հիշեք, հա, որ այս իշխանությունների օրոք թմրամիջոցների շրջանառությունը երկրում, ընդ որում որումներ գրաված են, հատկապես նույնիսկ պատանիներ դպրոցներում են տարածել, սարսափելի չափերի է հասել, եւ չեն կարողանում իբրև թե վերահսկողության բերեն դաշտը։ Հիմա այս արարքը թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը երկու ձևով է իրականացվում։ Մեկը առանց իրացման նպատակի, այսինքն ստացել է իր օգտագործման համար, չի պատրաստվում որևէ մեկին հյուրասիրել, վաճառել կամ որևէ կերպ հանձնել մեկ այլ անձի, կամ իրացման նպատակով է բանարել, հա, շրջանառել, տվել է ինչ-որ մեկին հյուրասիրել է եւ այլն եւ այլն եւ այլն։ Բնակչության, առողջության դեմ ուղղված հանցագործություն։ Հիմա մեղադրանքում, այսինքն նպատակը պիտի լինի կամ իրացումը, այո, կամ չիրացնելը, այլ սեփական օգտագործման համար։ Հիմա իրենք գրում են, որ Աշակ Սրբազանի հանձնարարությամբ թմրամիջոցը դրել են այդ ինչ որ անձի ուսապարկի մեջ նպատակ ունենալով վարկաբեկել այդ շարժումը։ Այսինքն, եթե անգամ դա ճիշտ է, դա բնակչության առողջությանը ինչ վնաս է տալիս։ Այս ընդհանուր գլխի իմաստով, հա, քրեական օրենսգրքի այդ իմաստով։ Այսինքն դուք արդեն ասում եք, որ նպատակը չի եղել իրացումը, բա ո՞նց եք իրացման հոդվածը դնում։ Հենց այստեղ է, որ ես չգիտեմ, ուղղակի իրավաբանների հետ որ քննարկում ենք, սա չլսված մի մեկնաբանություն է քննչականի կողմից, ինչը որ վերջի շրջանում, եթե նկատել եք, քննչականը շատ էսպիսի երբևէ չլսված մեկնաբանություններ է տալիս քրեական օրենսգրքին, որը ոնց ուզում։ Խառն են, շատ խառն են։ Չխառը չեն։ Երևի տաղանդել չունեն մարդու գլխին սարքելու երևի, էլի, որովհետև այսքան բացահայտ ապօրինություն, այսքան բացահայտ հակաիրավական մեկնաբանություններ ես չեմ պատկերացնում ուղղակի։ Որովհետև որևէ նորմալ մասնագետ չի էլ ուզում աշխատի ըստ էության համակարգից դուրս են գալիս, մանավանդ այսքան պատվեր է իջնում, հա, իշխանությունը վերին։ Ես ամփոփեմ, որպեսզի պարզ լինի։ Չի կարող լինել որևէ մեկին կամ որևէ խմբի, այդ ակցիայի մասնակիցներին վարկաբեկելու նպատակով թմրամիջոցը որևէ տեղ տեղադրելը թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություն։ Չի կարող նման բան լինել։ Փորձենք հեռուստադիտողին կարճ պատմենք նաև ինչի մասին է խոսքը, հասկանում եմ թույլատրելիության սահմաններում, հա։ Էլի իբրև թե 18 թվականին Աշակ Սրբազանը ինչքան հասկացանք բանից, ինչ որ մեկի, հա, իբր Աշակ Սրբազանը հանձնարարել է, այսինքն այն ամեն ինչ որ կա մեդիայում այսօր հրապարակված, իբր Աշակ Սրբազանը հանձնարարել է ինչ որ մեկին, որպիսի թմրամիջոցը տանի դնի այդ ակցիայի մասնակիցներից ինչ որ մեկի պայուսակի մեջ, որպիսի այդ ակցիան ընդհանրապես վարկաբեկվի։ Ակցիան նրա մասին է, որ ներխուժեցին վեհարան, ընդդեմ վեհապարի, այդ նոր հայրապետ, նոր Հայաստան շարժման, այդ փնթի թափառական շրջանակը, որը ներխուժեց օրերով մնաց վեհարանում, իբրև թե դրանց մասնակիցներից մեկի բանով, հա, եւ մեկի գրպանը, հա, գրպանը։ Պայուսակի մեջ, որը իր մոտ չի եղել։
Ոնց։ Բա կախված ինչ որ պայուսակի մեջ են իբր տեղադրել, դրել, որ հետո վարկաբեկեն, ասեն այս մարդկային բան են անում, թմրամիջոցների, թմրամոլներ են, էլի։ Հա։ Էս է եղել ամբողջ պատմությունը։ Հա, հիմա ի՞նչն է հետաքրքիր էս գործով։ 18 թվականից քննություն է իրականացվում։ Իրականացվեց, ինչ որ ժամանակահատվածում կասեցվում է։ Հասկանում են, որ չեն կարողանում գտնել այն մարդուն, որը ենթադրաբար կատարել է այդ արարքը, տարել է, տեղադրել է։ Կասեցնելուց հետո վերջի մի գործողություն է տեղի ունենում 25 թվականի 18-ից հետո, 25 թվականի հուլիս ամսին մի հատ քննչական գործողություն, մի հարցաքննություն է տեղի ունենում, դա ավարտում են եւ դեկտեմբերի 4-ին, 3 չի առաջ, թե 3 ստեղծում են քննչական խումբ, քրեական հետապնդում են Հարություն Արշակ Սրբազանի նկատմամբ եւ անմիջապես ձերբակալում։ Շատ արագ։ Շատ արագ։ Այսօր քննչական կոմիտեն ինչ որ մի հաղորդագրություն է տարածել։ Փորձել է մեկնաբանել, որ այսպես գիտեք, ինչն է նոր կոմիտեի նախագահը շատ հետևողական լինելով եկել ու միանգամից այդ բոլոր 5 գործերը վերհանեց, որպեսզի դրանցով այսպես եւ հետարքին ինչ, հա, որ հանկարծ տեսավ այդ գործը կա, այդպես են ներկայացրել, հա, չեն կատվել այդտեղ։ Այդ բոլոր գործերը քաղաքական գործեր են։ Այո։ Սա հստակ ցույց է տալիս, որ քաղաքական իշխանության կողմից հանձնարարված գործերի, այ գործերը այսքանը առնվազն իրանք ընդունում են արդեն։ Իսկ ինչ են իմացել, որ այդ պայուսակում բանա թմրանյութը 18 թվականին ոստիկանությունը դա հայտնաբերել է, դրա մասին կան նաև շատ հրապարակումներ, այն ժամանակ նաև եթե չեմ սխալվում պաշտոնական հաղորդագրություններ եղել, թմրամիջոցը եղել է, թմրամիջոցը փորձաքննության է ենթարկվել, այդ սաղ կա։ Ամբողջ հարցը նրանում է, ոնց հանկարծ իմացաք, որոշեցիք, որ դա Արշակ Սրբազանն է հանձնարարել, որ տեղադրեն, որտեղից իմացաք, ոչ մի տեղից։ Իսկ վաղեմության ժամկետ բան չկա, 18 թիվ, հիմա 26 թիվ է։ Ծանր հանցագործությունների շարքին է դասվում 10 տարի է դրա վաղեմության ժամկետը, բայց դե վաղեմության ժամկետը մեծ հետաքրքիր չի, որովհետև Արշակ Սրբազանը որևէ արարք հանցավոր չի կատարել։ Այսինքն ինչ էր լաներ Արշակ Սրբազանը, մեկը մի բան բռնելու էին։ Հա, ընդհանրապես կապ չունի, ուղղակի որպիսի կարողանան վարկաբեկեն, կարողանան այդ իրենց նպատակին հասնեն, հա, ավելի ծանր, այսպես նաև հանրային ընկալելիության իմաստով ծանր մեղադրանք լինի, այս խեղկատակությունն են ստեղծել, այս անհասկանալի մեկնաբանությունն են տվել այդ հոդվածին։ Իդեպ այդ հակաեկեղեցական շարժման, այդ Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման պարագլուխը Կարեն Պետրոսյանն էր, որին 18 թվականին անմիջապես նաև պարգևատրեց Փաշինյանը եւ նրան նշանակեց Շիրակի պետական համալսարանի, Կարծեմ տնտեսագիտական։ Չէ, հա, համալսարանի Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնը։ Շիրակի համալսարանն էլ իր հետ կապ ունի իրավիճակի համար։ Այսինքն միանգամից այսպես պաշտոն տվեց, հա, նրան, բան։ Բայց պարոն Բաբայան, ես հիշում եմ ընդ որում 18-ից անմիջապես հետո, երբ որ նրանք եկան իշխանության այս խմբակը եկավ իշխանության, տարբեր իրենց падգամավորների, իրենց այդ ԿՊԱ-կանների մասին թմրանյութերի հետ կապված տարբեր բաներ էին շրջանառվում։ Նույնիսկ մեկը այդ գործով անցել էր, չէ՞, падգամավորներից մեկը ԿՊԱ-կան, հիմա էլ է падգամավոր, չէ՞։ Падգամավորը ո՞րն է, բավականին բարձր դիրքեր է զբաղեցնում քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեջ։ Վաստակում են բանը։ Ուզում եմ ասեմ, քանի հոգու հետ, մենակ ես եմ հիշում մամուլից, որ թմրանյութերի հետ կապված գործեր կան, ու ես մի հատ բան եմ հիշում, երբ որ իրենք արդեն մտել էին, այսպես ասած, ազգային ժողով, այսպես մի տեսակ վայրի կերպով մտան, ես հիշում եմ աշխատակիցներից ասում էին, բանում, նույնիսկ մամուլում գրվել էր, որ ազգային ժողովում օդը բանը ամպա կապել, որովհետև ասենք սենյակներում, աշխատասենյակներում ուռում էին, ծխում էին, ինչ էին անում, ինչ ասեք անում էին։ Ես չունեմ այդպիսի տվյալներ, բայց մառախուղ էր, ասում էին, ես հիշում եմ, նույնիսկ ասում էին, բանը, հենց եկան մառախուղ էր կապել։ Բայց իրենցից քանի հոգու հետ կապված անվանական կա եւ իրենց դա կարելի է։ Ես մեկին եմ հիշում, բանին Արթուրին Հովանեսյան, խմբակցության, հա, իր հետ կապված կար ինչ որ մամուլում հրապարակումներ, թեև էլի կային, հա, այնտեղ էլի կային հրապարակումներ, կարծեմ Ռուբեն Ռուբենյանի հետ կար ժամանակին, եթե Արարատ Միրզոյանի հետ կար, հիշում եմ որ հրապարակումներ այդպեսի եղել են։ Ինչ որ հա, բան Ռուբեն Ռուբենյանին չեմ հիշում, Արարատ Միրզոյանին եմ հիշում, DJ Էդոյինն եմ հիշում։ Հա, երևի Ռուբենի Խառնեցի։ Ինչ որ sense, հա, այդ իրենց падգամավորներ։ Շուտ կային այդպեսի հրապարակումներ եղել են։
Ինչպիսին էր տրամադրությունը Արշակ Սրբազանի, փաստորեն գնում եք քննչական կոմիտե եւ միանգամից բան են անում։ Գնում ենք քննչական կոմիտե, հարցաքննվում ենք այն տեսագրության վարույթով, անհեթեթ ինչ-որ անիմաստ հարցերի, արդեն ակնհայտ էր ինչ պիտի տեղի ունենա, դուրս են գալիս քննիչի մոտից, Արշակ Սրբազանը մեծ այսպես ժպիտով զարմացած ասեց, որ Արսեն, բայց ոնց որ չձերբակալեցին։ Դե ես էլ ասեցի ոչինչ, մի շտապեք Սրբազան, իջանք դուրս եկանք հենց դռան մոտ ազգային անվտանգության ծառայության տղաները մոտեցան եւ հայտնեցին, որ Արշակ Սրբազանը ձերբակալված է։ Գիտեր, սպասում էր, պատրաստ էր։ Տրամադրությունը շատ բարձր, այնպես ինչպես որ կա, այնպես ինչպես որ պիտի լինի։ Ողջունում եմ բոլորին, շնորհակալություն հայտնում բոլորին։ Այսքանն են։ Եվ վստահաբար նորից պնդում է, որ ինքը շարունակելու է։ Հա, բայց իր համար անսպասելի բան չկար, չէ՞ մեծ հաշվով։ Ասուլիսի ժամանակ էլ դրանից առաջ էլ մանավանդ որ մի քանի անգամ կանցրել էին ազգային անվտանգության ծառայություն։ Հա, այդ այդպիսի բաներ էլ ասեց։ Հա, եղել է։ Հա, իհարկե, քանի դեպքեր մենք էլ ենք գրել, որ կանչել են։ Նաև Տիցեռնակաբերդում իր ելույթից հետո, այո, մենք գրել ենք այդ մասին։ Դե պարզ էր, հետո մի ուրիշ բան էլ կա, էլի։ Վերջում, եթե այս իշխանությունը ասեն շարունակես մնալ, վերջում բոլորիս էլ ինչ որ պահից բռնելու են, կալանավորելու են, ձերբակալելու են։ Այդ վերջում կասեք ինչ պետք է անենք, հա, որտեղ տենց արդեն շատերս հարցեր ենք տալիս միմյանց էլ, ինչ կարելի է անել։ Մի բան կա անելու։ Իշխանափոխություն, ուրիշ բան չկա։ Որպեսզի այս ամեն ինչից կարողանանք դուրս գանք, պիտի փոխվի այս իշխանությունը։ Այլ ձև չկա։ Օրինական, քաղաքական, չգիտեմ, որևէ այլ եղանակով զսպել իշխանությանը, չանել այն արատավոր երևույթները, չիրականացնել իրավական բեսպրիձել հնարավոր չի լինի։ Պետք է փոխվի իշխանությունը, ուրիշ ձև չկա։ Պարոն Բաբայան, ընդ որում դու ձեզ արդեն հայտնի էր Facebook-ում գրեցիք, որ հանդիպելու եք Մասիս Մելքոնյանի հետ դատավոր, հա, այլ արդեն ոչ մի սյուրպրիզ չկա, անակնկալ չկա, տխուր է, չէ, անհետաքրքիր է կյանքը դառել։ Հա, անկեղծ ասած Մասիս հա, նախկինում նույն Մասիս Մելքոնյանը գոնե ձև էր անում, որ գործ է քննում, այսօր դատական գործերը նույնիսկ այնքան կարճ են տևում, չէ։ Ինչի շուրջ էր վեճը, ինչ էր կատարվում, հա, դուք էիք ներսում, լրագրողները դրսում սպասում էին, շատ կարճ, արագ, շփոթ, շատ չեմ կարող սպանված, հա, այդպես դրամապակ դատական նիստի տվյալներ չեմ կարող շատ հայտնել, բայց այն ինչ որ այստեղ ասեցի մեղադրանքի հետ կապված, դա իր ըստեյության քննարկվում, որ չկա այստեղ հանցագործություն։ Նույնիսկ եթե մի բան ընդունենք, որ այն ինչ որ նկարագրված է մեղադեբանում, հետապնդում հարուցելու որոշման մեջ, մեղադրանքում, նույնիսկ եթե հիմա օրինակ Արշակ Սրբազանը Խոստովանի ասի, այո, ես դա արել եմ, դրա մեջ հանցագործություն չկա։ Իսկ եթե չկա հանցագործություն, չի կարող լինել կալանք։ Ինչ եղավ վերջում ինչպես միշտ մեր հարգելի Մասիս Մելքոնյանը լսեց, որևէ հարց չտվեց, հեռացավ, եկավ, բավարարեց քննիչի միջնորդությունը եւ 2 ամսյա ժամկետով կալանք կիրառեց։ Բայց որ ասում եմ 1-ից 1 գիտեիք 2 ամիսը, հետո նորից 2 ամիս կտան, այսպես հա շարունակ։ Դե հա, արդեն այս սցենարը, ասած ինչպես որ դուք շատ լավ ասացիք, իսկապես էլ հետարքի բան չկա։ Օրինակ, կարելի է ընդհանրապես չգնալ այդ նիստին, թեև զուտ իրավունքի իմաստով, իրավաբանական իմաստով որոշակի հանգամանքներ կա, որ պիտի բարձրաձայնվի, որպեսզի արձանագրի, որպեսզի հետագայում նաև վերաքննիչ դատարանում եւ վերջում էլ եվրոպական դատարանում, որտեղ մենք 5 իրավապաշտպանների նախաձեռնության շրջանակներում ունենք նաև Արշակ Սրբազանի հետ էլ քննարկենք վերջնական, մենք եվրոպական դատարան այս գործը հասցնելու, հրատապ հասցնելու մտադրություն ունենք, որովհետև դե մենք երբ որ քննչականից դուրս ես գալիս, անձին ձերբակալում են, փաստաբանն արդեն գիտի, որ Մասիս Մելքոնյանը 2 ամսով կալանք է տալու, այլ բան չի մնում անելու, քան դիմել եվրոպական դատարան։ Մի ճշտում էլ երեք ասացիք, որ Արշակ Սրբազանին քննչական կոմիտեի մուտքի մոտ են ձերբակալել, այդ մասին երբ որ խոսում եք, մինչ այդ երբ Սրբազանը հարցակվում էր այլ գործի շրջանակներում, քննիչի աշխատասենյակում որևէ զրույց այդ մասին, որևէ բան ակնարկ, որևէ բան եղել է, որ ձեզ, հա, որ ձեզ հիմք տար, որ ասենք կոմիտեի շենքից Արշակ Սրբազանը դուրս է գալու, արդեն ձերբակալվածի կարգավիճակով։ Բայց երբ որ կանչում են լրացուցիչ հարցաքննության եւ լրացուցիչ հարցաքննության հարցերը լսելուց տեսնում ես, որ ընդհանրապես այնպիսի հարց չկար, որի համար պետք էր անել լրացուցիչ հարցաքննություն, հասկանում ես, որ կանչել են անիմաստ։
Հա, այսինքն ձեզ ուղակի բերել են, որտեղ Այո, եւ երբ որ վերլուծում ես, որ մտածում է ինչ էր գալու, Արշակ Սրբազանը երբևէ խուսափել է։ Չէ, որ երբ պարտադիր մասնակցելու պարտականություն ունեցել է, միշտ ներկայացել է։ Դե երևի այդպես ավելի հեշտ է, չգիտեմ, չէին ուզում էջմիածին գնային։ Ուզում են միանգամից հենց քննչական կոմիտեում իրականացնեն այդ գործողությունը։ Չեմ կարող ասել։ Իսկ ձեզ հայտնի է, օրինակ, այլ հոգեորականների դեմ են ինչ որ process-ներ տարվում։ Ես չունեմ տես տեղեկություն։ Օրինակ, ինչ որ ասեցին, գործեր են հիմա կարվում նաև վեհապարի դեմ, այլոց դեմ։ Որ վեհապարի դեմ որոշակի գործողություններ սկսել են։ Հա, դե 8 տարի շարունակ, բայց վստահ եմ դրանում։ Եվ ունեմ այդ կանխատեսումը, որ այո, վեհապարի նկատմամբ են սրանք իրականացնելու քրեական որոշակի այդպես հետապնդման գործողություններ։ Ես կարծում եմ, որ լինելու է։ Իսկ այս տեսանյութը դուք ուղարկելու եք լրացուցիչ հետազոտության բան, ինչ որ որի բանը, այդ հա, առաջին տեսանյութը։ Դրա մասին կարճ ակնարկ արել էր Արշակ Սրբազանը եւ ասել էր, որ դրանից ավել բան չի ասել։ Փորձաքննության, միջազգային փորձաքննության։ Որ հարց էին տվել, ինչ որ բան ասել, ասուլիսին էլ կարծեմ, չէ՞, ոչ մի բան չհայտարարեց։ Դրա համար ես զերծ կմնամ դրա մասին լրացուցիչ տեղեկություն տալ, քան այն, ինչ որ ասել է Սրբազանը։ Հենց կորոշենք, որ դրա այդ տեսագրության առնչությամբ կա լրացուցիչ տեղեկություններ հասելու իրավունք ունենամ, հենց որոշենք, որ կա դրա անհրաժեշտությունը, անպայման կանենք։ Պարոն Բաբայան, իսկ այդ Կարեն Պետրոսյանը ինչ որ ցուցմունք տվել է, հա, ինչ որ բան, ինչ որ որևէ մեկը ցուցմունք չէր տվել, դուք ասացիք, հա։ Տեսեք, ուղակի որևէ ցուցմունք, ուղակի ապացույց, որ Արշակ Սրբազանը այդպիսի արարքա կատարել, չկա։ Կարեն Պետրոսյանի ցուցմունքի մասին, եթե չեմ սխալվում, ինքն է մի անգամ խոսել հրապարակային լրատվամիջոցներում, ես դա եմ հիշում, իսկ մնացած այն ինչ որ ես գիտեմ քրեական վարույթի նյութերից, ուղղակի ասել չեմ կարող, հաշվի առնելով նախաքննական գաղտնիք։ Իդեպ նույն այդ Գևորգ Սրբազանը Առավոտի հետ զրույցում պնդել էր, որ իր արչև վեհապար հայրապետի գործակալ լինելու մասին փաստեր են դրել, սա էլ է հետաքրքիր, հա, իսկ ասենք ինքը ինչ կապ ունի, որ իր հետ են իր արչև են դրել, ասենք ով գնում է, ասենք ինչ որ փաստեր են դնում դիմացը։ Իր ասացի տրամաբանությունն այն էր, որ իրեն որպիսի ամոզեն, ապացուցեն, որ պիտի միանա այս կողմին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին, դրա համար ցույց են տվել որոշակի փաստեր, իբր որոնք հաստատում են վեհապարի, հա, գործակալ լինելը։ Հա։ Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ իրեն իսկապես փաստեր ցույց են տվել, բայց իրեն վերաբերող փաստեր են ցույց տվել։ Հենց Գևորգ Սրբազանին վերաբերող փաստեր են ցույց տվել, ինչն էլ նրա համար պատճառ է դարձել ասելու այն անմինչը, ինչ որ հարցազրույցներով ասում է եւ գնալու են հանդիպմանը, որին գնացել էին մի քանի հոգով։ Կարծում եմ բոլորի առաջ էլ այդպիսի փաստեր դրվել են։ Որովհետեւ եթե եպիսկոպոսների առաջ, այո, եթե ունենային վեհապարի հետ կապված այդպիսի փաստեր, որոնք կարող էին դնել Գևորգ Սրբազանի առջև, հիմա վաղուց դրանով որոշակի գործողություններ իրականացված կլիներ։ Այս ամեն ինչը ինչ որ դեղին մամուլային բանից դուրս չի գալիս։ Բամբասանքների մակարդակից դուրս չի գալիս։ Հա, բայց կարողանում են ազդել, հա, այս 8 հոգու վրա այդպես ազդել են։ Ես երեք լսում էի Վազգեն Միրզախանյանին խայտարակություն այն դեպքում, երբ որ Վիրահայոց թեմում իր ծառայության մասին ինչեր էին գրում, ինչ աղմկոտ պատմություններ կային, եւ այս ներկաներից Բենթլի Սամոյի կամ մյուսի այդ Բենթլի պատմություններ մենք ենք հրապարակել եւ ինքը հաստատել է դա։ Ուզում եմ ասեմ, այնքան դեպքեր կան, դրվագներ կան, էլ ինչքան կարող են հանել։ Այնքան ցույց տալու բան ունեին դիտարժան բաներ։ Այո, որոնք որ կարող էին ազդել իրենց որոշման վրա։ Դե հենց այդ էլ եղել է, էլի։ Ուղղակի հոչի ասելու իմ հետ կապված ինչ որ բան են փաստ են բերել ցույց տվել, որ ես ինչ որ բան եմ արել, ասում եմ ինձ ցույց են տվել վեհապարի հետ կապված տվյալներ, փաստեր։ Ես չգիտեմ, եթե օրինակ նրանք չեն կարողանում գնահատել փորձագետի գրածը, որ կարելի է ենթադրել կամ կարելի է եզրակացնել, որ ենթադրենք լուսանկարներում պատկերված անձնույնն է, սա հասկանում են, որ միանշանակ հաստատվել է, որ այդ անձնույնն է, ինչ էլ ցույց տային կարող է փաստի տեղ անցներ, էլի։ Օրինակ կարող է, չգիտեմ, կառավարությունը մի թղթի վրա ուղղակի տեքստ գրեին, որ վեհապարը ինչ որ, չգիտեմ, գործակալ է ինչ որ, հա, այլ պետությունների բերեն ցույց տային, տեսնել։ Բայց իրենց մասին էլ են ասում։ Ում մասին։ Այս նույն 8-ի, այդ ովքեր հանդիպել են, իրենց մասին ասենք չեն լսում, էլ որ երկրի գործակալ էլ Մեծ Բրիտանիայի էլ, չգիտեմ, բանի տարբեր երկրների մասին ասում են եւ
Եվ դե իրանց է վերաբերվում, իրանք դա չեն տեսնում։ Այսինքն կարելի է օրինակ լինել արևմտյան որևէ երկրի գործակալ, բայց KGB-ի չէ, Ռուսաստանի հետ կապ չունենա։ Դա բան է դարձել արդեն։ Այն Կալասի 15 միլիոնի շրջանակներում հիբրիդային պատերազմի։ Այն արևմտյան գործակալական մտածողությամբ կամ բաները, ազդեցության գործակալները, այսպես լալահաչար խոսում են ինչ-որ մեկի մասին, նրան մեղադրելով Ռուսաստանի գործակալ լինելու մեջ։ Ինչ տարբերություն։ Հա, ինչ տարբերություն որ երկրի գործակալը Թուրքիայի, Ռուսաստանի թե արևմտյան որևէ գործակալը, դա Ռուսաստանի նկլնի բայց հետարքին ինչն է որ գործակալները արևմտյան այլ անձանց մեղադրում են Ռուսաստանի գործակալ լինելու մեջ։ Գործակալը այլ ինչ տարբերություն։ Ինչ տարբերություն, հա։ Ինձ այստեղ մտահոգողը այն է, որ ամբողջ իրավապահ համակարգը, դատական իշխանություն եւ իրավապահ համակարգը ազգային անվտանգության ծառայությունը, որը կոչված է երկրի անվտանգային անվտանգության հարցերով զբաղվել, հա, այսպես այլասերվում եւ վարկաբեկվում են։ Հա, բայց այն որ ասած դեռ կյանքը շարունակվում է, չէ՞, եւ երբ որ որպես գործիք օգտագործում են, հետևանքը ո՞րն է լինում։ Ակնհայտ է, չէ՞ որ փոխվելու է ամեն ինչը։ Բնականաբար մի օր վերջանալու է, չէ՞, այս իշխանությունը։ Ես ուզում եմ հասկանամ այդ մարդիկ, որոնք որ մտնում են այս ամեն ինչի տակ, այ ինչի վրա են հույսները դրել։ Ու կարող եմ ենթադրել։ Հավանաբար հույսները դրել են նրա վրա, որ հետո կասեն, դե մենք ինչ անենք, մեզ հանձնարարում էին։ Ես ուզում եմ հույս հայտնել եւ ես ինքս էլ հետագայում ամեն ինչ կանեմ, որ հաջորդ իշխանությունը հանկարծ որևէ դեպքում ողջամիտ չհամարի այդպիսի պատճառաբանությունը, թե ես ինչ անեինք մենք, հանձնարարություն էինք կատարում, չէ, ապօրինի հանձնարարություն չի կարելի կատարել։ Եվ չկա որևէ արդարացում, եթե մարդը գա ասի, դա ինձ իմ ղեկավարն էր հանձնարարել, չգիտեմ, վարչապետն էր հանձնարարել, չէ, տղեկ, պիտի պատասխան տաք հետո։ Պիտի պատասխան տաք հետո, հետեւաբար պիտի հիմիկվանից լուրջ մտածեք, հիմիկվանից չէ, ավելի վաղուց պիտի լուրջ մտածեք, բայց պիտի հաշվի նստեք ձեզ հետ։ Ես ուզում եմ համոզմունք հայտնել, ես էլ ամեն ինչ անելու եմ, որ հաջորդ իշխանությունը, իսկ որ իշխանությունը պիտի փոխվի, դա ակնհայտ է, վաղ թե ուշ փոխվելու է։ Պիտի լինի հետևողական, պետք է այս ամեն ինչի գնահատականը տրվի, որ այլևս երբեք չշարունակվի նման արարքներ, նման գործողություններ, ինչ որ հիմա արվում է, որ որևէ իշխանության մտքով չանցնի անել են ինչ որ հիմա անում է այս իշխանությունը։ Պարոն Բաբայան, լավ, ենթադրենք բոլորին բռնեց։ Ու շատերը գիտեն, հա, ասենք գրում են, նույնիսկ իրենց այդ ֆեյքերը գրում են, հերթը քոննայի մասին, հերթը քոննա, դրա համար մեր իրավական հարցերով լրագրողից փորձում էի ճշտեմ, օրինակ ասենք որ տարան Կարամ պրագուլկիքից հրաժարվեմ, կարամ ուղղակի պարկեմ ֆիլմ նայեմ կամ չգիտեմ, բան գիրք ունեմ լիքը կարդալու չեմ հասցնում կամ հասկանա։ Հա, մենք արդեն իվանով ենք, բոլորս իհարկե պատրաստ ենք, չէ՞ որ մի օր տանելու։ Լավ, ասենք թե տարան 50, 100, եւս 500 հոգու, 1000 հոգու եւ Ես անկեղծ ասած չգիտեմ եւ որովհետեւ վաղուց ի վեր կալանավորումից ոչ մեկ չի վախենում։ Եթե պետության Այն հիմնական Տեսեք ինչ լավ մարդիկ են այնտեղ նստած։ Հա, դե արդեն ոնց որ ամոթել է, չէ՞ կարող ասել։ Բայց եթե պետության ամենաուժեղ գործիքը անձին ազատությունից զրկելը, այլևս դրանից որևէ մեկը չի վախենում, բայց պետությունը ել ինչ գործիք ունի, ընդհանրապես որևէ ազդեցություն կամ հանցագործության դեմ անգամ պայքարելու համար։ Ոչ մեկ չի վախենում այդ կալանավորումից։ Հիմա նույն հանցագործները, իրական հանցագործները, եթե տեսնում են ասում են դե որ քաղաքական գործիչներն են նստում, ինչ ա եղել, որ իրանք էլ կնստեն, էլ չեն վախենում։ Եվ այ քրեական հետապնդման ինստիտուտը բերեցին զրոյացրեցին։ Իսկ մենք բոլորս էլ պատրաստ ենք դրան, ասեմ իմ փորձով բավականին հետարքիր անցնում, որ ժամանակ ես ունենում այո կարդալու, մի քիչ հանգստանալու, մի քիչ կտրելու, դե 19 թվականին ես այդ հնարավորությունը ունեցա 22 օր անցկացնելու ազատության մեջ, դաստիարակության ազատություն էր ավելի Իսկ պրագուլկիքից կարող ենք հրաժարվենք։ Հա, ես բացա որ կարամ, ասենք զահլա չունեմ քայլել, ես չեմ սիրում էլի քայլել։ Հա, կարամ, չէ, ամեն դեպքում։ Դե քայլելը այնպես չի որ ամենասանաբայման քայլը։ Արշակ Սրբազանը հիմա եւս ԱԱԾ-ում է։ Այո, տեղափոխել են ազգային անվտանգության։ Այո, Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ հենց ԱԱԾ-ի падվալ ասածը, բայց բարեբախտաբար դա падվալ չի։ Իսկ այդքան տեղ կա այդ ենք քննարկում նաեւ։ Գիտեք, ես որ աշխատում էի, ես չգիտեմ հիմա ԱԱԾ-ում քանի մարդ կա, բայց ես որ աշխատում էի քրեակատարողական Ծառայությունում կարծեմ 20-ից ավել խուցկար այնտեղ, եթե չեմ սխալվում, 20-ից ավել խուցկար։ Այդտեղ կտեղավորեն, դե հետո նոր քրեակատարողական հիմնարկներ են, չէ՞, ոնց որ դե ուզում սարքեին։ Իսկ Արշակ Սրբազանում հետ է։
Հա, բայց հետո չեն հասցնի այդ ասում են։ Այդ նոր քրեակատարողական դարձել ենք բաց երկնքի տակ քրեակատարողական հիմնարկ։ Հիմա որ մեկը հիմա այս բանին կալանավորված չենք։ Սա ասել կալանավորված ենք էլի։ Հա, բայց ինչ որ նոր աղետի սпасելով, նոր աղետների սпасելով։ Ինքը բայց որ ում հետ է միայնակ է խցում թե այս բանին ես չգիտեմ, չեմ հասրել դեռ քրեակատարողական հիմնարկում իրան տեսնել, բայց սովորաբար տեսակցությունները միայն ձեզ համար են բաց։ Այո, սովորաբար սկզբի միջև 7 օրը առանձին ասածնա, որից հետո նոր տեղափոխում են խոց։ Հա։ Հիմա ենթադրվում է, որ ամենակ կլինի, առանձին կլինի։ Բայց օրինակ Միքայել Սրբազանը եւ Բագրատ Սրբազանն են միասին, չէ՞։ Իմ տեղեկություններով միասին են, այո, իմ տեղեկություններով միասին։ Իսկ Մկրտիչ Սրբազանը։ Իմ տեղեկություններով Մկրտիչ Սրբազանը պիտի որ արմավիր քրեակատարողական լինի։ Ես որպեսզի չսխալվեմ հստակ չպնդեմ, բայց այդ իմ տեղեկություններով այդպես է։ Խայտարակություն է, այլ ամբողջ աշխարհով նույնիսկ կոտարալեզու մամուլը, միջազգային մամուլը, երբ որ գրում է, խայտարակություն է։ Հայաստանի պատմության մեջ երբևէ չի եղել որ այսքան հոգեորական, այսքան սրբազան լինեն քրեակատարողական հիմնարկում։ Պարոն Բաբայան, հիմա տարբեր հոգեորականներ եւ մասնագետներ ոլորտից հասկացող այդ իրավաբաններ նաեւ խոսելով, ասում են կապ չունի, վեհափար հայրապետը կալանավայրում կլինի, Մոզամբիկում կլինի, հա, Հայաստանում կլինի, Մայրաթորում կլինի, միևնույն է, եթե նույնիսկ կալանավոր է, ինքը չի դադարում լինել վեհափար հայրապետ։ Բայց նաև հասկանում ենք նպատակը որն է, իհարկե վաղը վեհափար հայրապետը վերադառնում է Հայաստան, Ֆրանսիայում կատարած այցից հետո, շատերը ասում են այլևս զարմանալի չէ, կարող են նաև վեհափարին ձերբակալել։ Լավ, հաջորդ քայլը որը պիտի լինի, ասենք մտնեն վեհարան, Մայրաթոր, ստիպելով ոնց որ Գյումրիում ման էին գալիս Շիրակի մարզում մարդ չգտան, որ առանց վեհափարի անունը տալու պատարականի Վազգեն Միրզախանյանը, հա, խայտարակություն համաձայնվեց դա անել։ Ինչ են անելու, մտնելու են մայր տաճար պատարականի, այդ կեղծ պատարականի, պղծի նաև, հա, եղծի նաև։ Ես անկեղծ ասած հավատում եմ ամեն հնարավոր վատ բանի։ Ուզում եմ հասկանալ, էլի ինչ են անելու։ Հետո եւ դա ինչ որ օրինական բան է ստանալու, ինչ են անելու։ Եվ ինչն է միջև հիմա օրինական բան ստացել որ, բայց ամենավերջին վատ քայլերին ես հավատում եմ որ իրան կանեն։ Մենք տեսնում ենք թե ինչ են իրանք իրականացնում, ամեն ինչ սпасելի է այս իշխանությունից։ Ամեն ինչ սпасելի է այս իշխանության քաղաքական կամքը կատարող իրավապահ մարմիններից։ Ամեն ինչ սпасելի է։ Կարող են մտնել վեհարան, վեհափարին ձերբակալել, հետո տանել կալանավորել, ամեն ինչ հավատում եմ, բայց մի կարևոր բան էլ կա, որտեղ եղավ վեհափարը, այնտեղ էլ կլինի վեհարանը։ Այսինքն այն որ ինքը չի, հա, իրան ուղղակի եթե նույնիսկ կալանավորեն, չի դադարելու լինել ամենայն հայոց կաթողիկոսը, դա կնհայտ է։ Եվ տրամաբանված չի լինի ուղղակի ձերբակալել կալանավորելը, բայց այս իշխանությունը նաև դա կանի էլի։ Այդպես մի հոդված էլ վեհափարի վրա կարող են գտնել։ Ոչ որպես իրավաբանի եմ հարցնում, հասարակության տարբեր շերտեր հարց են բարձրացնում, մանավանդ որ առաջիկայում սպասում է եպիսկոպոսատ ժողովը, շատերը կոչ են անում, այդ թվում ինձ այդ զրույցում նույնիսկ պարոն Բագրատյանը, Հրանտ Բագրատյանը նախկին վարչապետ դիմելով վեհափար հայրապետին, ասեց կարգալույց արա այդ 8-ին։ Դուք արդյոք ճիշտ եք համարում այդպիսի քայլ անելը, թե ուղղակի ասենք դադարեցնել նրանց գործունեությունը առանց կարգալույց անելու, հա, նոր թեմակալներ նշանակել, որ ճանապարհն է ճիշտ։ Ես սովորաբար աշխատում եմ եկեղեցական իշխանության գործերին չխառնվեմ, բայց քանի որ եկեղեցականները ոնց որտեղ խառնվում են արդեն աշխարհի կյանքի գործերին, մասնավորապես կառավարության հետ գնում են հանդիպում, իշխանբանի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են, նպատակ ունենալով օգնել նրան, որպեսզի եկեղեցու ինքնիշխանության դեմ որոշակի գործողություններ իրականացնի, ապա այսօր ինձ թույլ կտամ ասելու, որ սպասվող ժողովի իմ համոզմամբ միակ օրակարգը հենց դա պիտի լինի։ Կարգալույց անել այդ բոլոր հոգևորականներին, ովքեր դավաճանեցին եկեղեցին, վեհափարին, կարծում նաև Աստծուն։ Եվ ինչպես Արշակ Սրբազանն էր ասում, հենց իրենք դավաճանեցին։ Եվ գտնում եմ, որ որպես քաղաքացի, որ իսկապես պիտի մի օրակարգ լինի այդ մարդկանց ուղղակի կարգալույց անել։ Վերջում մի հարցել պատասխանենք եւ ամփոփենք։ Ինչու են այսպես սևեռված
Արշակ Սրբազանի նկատմամբ։ Տեսեք, այդ 8 հոգևորականներից, եպիսկոպոսներից, որոնք հանդիպել էին Փաշինյանին, որոշների հետ ինքս եւս շփում եմ ունեցել եւ այնպիսի տպավորություններ քնում արտանում են Արշակ Սրբազանի մասին բանով, հա, ատելությամբ։ Հիմա ես չգիտեմ, դա տղամարդկային խանդեր, թե մասնագիտական ոլորտային խանդեր, թե ինչ է, չեմ հասկանում, հա, իրենց ներքին խոհանոցը որևէ փակ համակարգում նույնիսկ դա լինում է։ Իշխանությունների սևեռումն եմ ուզում հասկանալ։ Ինչու էին այդպես սևեռված, հա, դիվանապետի Արշակ Սրբազանի նկատմամբ։ Որովհետև Արշակ Սրբազանի նկատմամբ եկեղեցու ներսում կա շատ բարձր հարգանք, շատ բարձր վստահություն եւ այ հենց այս օրերին կալանավորելն էլ Արշակ Սրբազանի նպատակ ուներ ամսի 10-ի այս եպիսկոպոսատ ժողովի։ Այո, դրանից առաջ որպեսզի նա չմասնակցի այդ ժողովին, որովհետև Արշակ Սրբազանի խոսքը հարգվում է arczepiskoposների եւ եպիսկոպոսների մոտ եւ իշխանությունը դա գիտի։ Այդ անձը եկեղեցու ներսում հեղինակություն ա վայելում։ Եվ բնականաբար իրենք խփում են ուժեղ տեղերին։ Խփեցին ամենաուժեղ տեղերից մեկին Արշակ Սրբազանին, մյուս հոգևորականներին։ Գաղտնիք չի, չէ՞ որ Միքայել Սրբազանը օրինակ եկեղեցու են հիմնական ամենաբարձր առանցքային հոգևորականներից մեկն էր։ Այդ ամենաուժեղ կետերին ամենաուժեղ մասերը փորձում են փչացնեն, կոտրեն, որ կարողանան ավելի հեշտ կառավարելի դարձնել եկեղեցին, որ կարողանան ավելի հեշտ զավթեն եկեղեցու իշխանությունը։ Հա, բայց Միքայել Սրբազանը չի դադարում լինել մեծ հեղինակություն, ունենալ մեծ հեղինակություն։ Ավելի շատ է աճել նրա հեղինակությունը։ Հա, բայց նույնը Բագրատ Սրբազանինը, Մկրտիչ Սրբազանինը, որին ես օրինակ առիթ չէի ունեցել շնչվելու, բայց շատ բան իմացա այս ընթացքում դրական նաև պատմություններ իմացա, շատ հոգևորականների լավ ինձ համար բացահայտեցի քահանաների, հակառակը հեղինակությունը բարձրանում է։ Բայց նրանց կալանավորող անձը ով է? Նիկոլ Փաշինյանը, չէ՞։ Այ իր մտքում, իր պատկերացմամբ, իր համոզմունքներում բանտում պիտի մարդիկ երևի այդպես հեղինակազրկվեին։ Երևի նկատի ունենալով նախկինում իր քրեակատարական հիմնարկում հայտնված ժամանակները։ Հիմա ինքը տենց է մտածում։ Ինքը կարծում է, որ եթե մարդուն տարար բանտ, ինքը կվախենա, ինքը կնահանջի, ինքը կհրաժարվի իր գաղափարներից։ Կարող է այդպիսի մարդիկ լինեն, իրան շրջապատում, որոշ մարդիկ նաև այս կողմում հնարավոր է լինեն, բայց այն հիմնական առանցքային հայտնի դեմքերը, որոնք հաստատակամ են եղել իրենց համոզմունքներում, դրա մասին չեն վախեցել երբեք խոսել, դու չես կարող բանտ ուղարկելով վախացնես կամ հետ կանգնես։ Ում է հաջողվել մինչև այսօր հայտնի անձանցից, հայտնի գործիչներից, քաղաքական, հասարակական, հոգևորական, այդ որ մեկին է կարողացել բանտարկելու միջոցով ստիպել, որ հետ կանգնի իր գաղափարներից կամ չխոսի։ Ես չեմ հիշում այդպիսի դեպք։ Ավելին տարբեր հոգևորականներ մեծ զրույցներում էլ լրագրողների հետ, հարցազրույցներում էլ այլ լրագրողների հետ իրենք ասել են, մենք ոչ մի դրածոյի չենք ընդունելու, Փաշինյանը ում որ բերի։ Ուզում է, չնայած արդեն նույնիսկ ասում են, որ կարող է Էրդողանի համաձայնությամբ ինչ որ մեկին բերի, հա, նշանակի։ Կարող է ուզում լինի, չգիտեմ։ Հա, կարող է դիմացած կուսակրոնությունը ի վերջո որ եկեղեցին էր որոշում, կարող է համոզի խնդրի կամ կոմպրոմատներով հասնի նրան, որ փոխեն կուսակրոնության կուսակրոնությունը վերացնեն ու ինքն էլ դառնա վեհապար, օրինակ Նիկոլ Փաշինյանը։ Չեմ կարծում, բայց լավ կլինի սոցիալական ցանցերում շատերը տարածել են շատ մարդիկ իր այդ գրքի այլասերված այդ բառապաշարով, այդ անբարոյական բառապաշարով այդ նկարագրությունները մի հատ թող տեսնեն։ Հա, ինչ պղծության դրվագներ է ներկայացրել իր գրքում։ Ափսոս շատերը հա զահլա չեն անում, բայց էջերը համառոտ մարդիկ նշել են ու տարածել։ Ամոթել է երևի դա կա։ Օրինակ ես չեմ կարդացել այդ գիրքը, մտածելով որ ամոթ է այդ գիրքը կարդալ, այսինքն որոշակի հատվածներ եմ նայել, բայց երևի պետք է կարդալ, որ ավելի լավ պատկերացնել թե ինչ անում էս մարդը։ Հա, մարդիկ դեղինով նշած նույնիսկ տարածել են այդ էջերը։ Շնորհակալ եմ, պարոն Բաբայան, հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, հուսամ կարողացաք հնարավորություն ունեցաք ավելի մանրամասն տեսնելու թե ինչ է կատարվում եւ սրանից հետեւություն անել, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Փաստ է, որ Փաշինյանը մտել է վերջնափուլ եւ ինձ մոտ անկեղծ ասած տպավորություն է, որ դրսից ինչ ուժեր, այդ թվում ադրբեջանա-թուրքական տանդեմը, այդ թվում ասում եմ, արագացնում են process-ները։ Թե ինչու գուցե դա պայմանավորված է, որ հնարավոր է Ուկրաինայում պատերազմը շուտ ավարտվի կամ ինչ որ բան լինի, բայց ակնհայտ է, որ արագացնում են այս process-ը
նույնիսկ չգիտեմ կհասնենք ընտրությունների թե ոչ։ Հարգելի հետևորդներ, իմ զրուցակիցներ 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ Արշակ Սրբազանի շահերի պաշտպան Արսեն Բաբայանը, կհանդիպենք հաջողություն ձեզ։